Մանավանդ ակցիայի շրջանակներում հանդես եմ գալիս ոչ միայն Արսեն Ղուկասյանի պաշտպանը, այլ նաև Արսեն Ղուկասյանի բախտակից ընկեր ու անհետ կորած մարդու հարազատ, որի համար պահանջը, այսինքն իշխանություններից նույնն է։ Ու այս իմ համար Արսեն Ղուկասյանի ազատությունը եւ Արսեն Ղուկասյանի համար արդարություն պահանջելը նաև իմ անձնական հարցն է։ Ինչ ակնկալիքներ ունեմ, ակնկալիքս մեկն է, որ ինչպիսի անհապաղությամբ, որ կայացվում են այդ որոշումները կալանավորման, նույնպիսի անհապաղությամբ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների եւ հաշվի առնելու հանգամանքը եւ անհապաղ ազատ արձակելու, որովհետեւ երբ որ իրանց է պետք, երբ որ դատախազությանն է պետք, այդ անհապաղ որոշումները անհապաղ կյանքի են կոչվում, բայց երբ որ կա մարդու կյանքին վտանգ սպառնալու ռիսկ, այս պարագայում այդ անհապաղությունը ոնց որ հապաղում են, էլի ներկայացնելուց։ Մենք ուրեմն եւ ծնողներն են ներկայացրել, ավելի ճիշտ ոչ միայն ծնողներն են ներկայացրել, այլ հենց Արսեն Ղուկասյանին հարցաքննությունը ավարտելու պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը։ Հենց ավարտվելուց առաջ, այսինքն հարցաքննությունից առաջ արդեն իսկ բժիշկը արձանագրել է, որ ինքը ունի նեղ մասնագետի ստուգման կարիք անհապաղ, որպեսզի հասկանանք այդ սրտի սարքը աշխատում է, թե չի աշխատում։ Երկրորդ անգամ էլի բարձր ճնշում արձանագրելով էլի արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտությունը, որը չի ապահով է, այս բանը չի ապահովում։ Ամեն վայրկյանը, երբ որ վարույթն իրականացնող մարմինը ունենալով այդ բժշկի զեկույցը իր մոտ չի ապահովում իր պատշաճ բուժօգնության ապահովումը, ինքը շարունակում է խոշտանգել Արսեն Ղուկասյանին եւ անմիջական ռիսկի տակ վահել իր կյանքը։ Սովան, այս պահի դրությամբ Արսեն Ղուկասյանի վիճակից ինչ տեղեկություն եք վերջին անգամ երբ եք հանդիպել, զրուցել, խոսել, եւ տեղյակ եմ, որ ՄԻՊ ներկայացուցիչներն են այնտեղ եղել, առանձնազրույց են ունեցել, նրանք ինչ որ քայլեր ձեռնարկում են։ Ուրեմն Արսեն Ղուկասյանին վերջի անգամ տեսել եմ նախորդ օրը երեկոյան, դրա նախորդ օրը այցելել էին ՄԻՊ աշխատակիցները, արձանագրել են, այսինքն եւ Արսեն Ղուկասյանին ընդունելու պահի դրությամբ արձանագրվել է ոչ միայն Արսեն Ղուկասյանի գանգատները կապված իր սրտի հիվանդությունների հետ, այլև առերևույթ այդ խոշտանգման հետքերը, ինչի մասին եւ որ վկայում են, որ այդ քաշքշուկի արդյունքում, այսինքն այնպես չի Արսեն Ղուկասյանին ընդհանրապես հարվածներ հասնելու մեղադրանքներ չկան, իսկ Արսեն Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր։ Արձանագրվել են այդ բռնության հետքերը, ՄԻՊ աշխատակիցները արձանագրել են նաև առերևույթ այն անհամապատասխանությունները, որոնք կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի եւ այդ պահման պայմանների հետ, ավել բաներ ես չեմ կարող նկարել, բայց ուզում եմ ասել, որ այդ մտահոգությունները շատ խորը եւ շատ առարկայական են եղել, որ անմիջապես զեկուցվել են եւ իրավասու մարմնին դատախազությանը իմանալով եւ պահանջել են պարզաբանումներ, թե ինչպես կարելի է այդ պարագայում մարդուն տանել այդ պահման պայմաններում։ Եվ ես տեղյակ չեմ, ես գիտեմ երեք մամուլից տեղեկացա, որ դատախազությունը հայտարարել է, որ ընթացք է տվել այդ դիմումին, բայց առ պահը, այսինքն եթե հաշվենք արդեն երրորդ օրն գալիս, երբ որ նաև առանձին են հիվանդության վերաբերյալ տեղեկանքները ներկայացրել, ես երեք ներկայացրել, այսինքն նախորդ օրը երեկոյան են ներկայացրել աշխատանքային ժամը ավարտվել։ Շուրջ 24 ժամից ավել է այդ անհապաղ միջնորդությունը գտնվում է դատախազության տիրապետության ներքո, բայց երբ որ իրանց պետք է այդ 24 ժամվա մեջ մարդու կալանքը կազմակերպում, բայց կալանքից ազատ արձակելը ոչ։